Սիրելի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի հավաքանի անդամներ, ողջունում ձեզ։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 16-րդ հոդվածի պահանջներին 2025 թվականի մարտի 14-ին հրավիրվել է Արզնի համայնքի հավաքանում թիվ 04 հերթական նիստը։ Նիստի ներկայ հավաքանի 9 անդամներից 7-ը նիստն համարում են սկսած, օրակարգը կներկայացնի աշխատակազմի կարգավաճ ներկայացուցիչը։ Համայնքի հավաքանու թիվ 04 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 16-րդ հոդվածի պահանջների համայնքի հավաքանուն որոշում է հաստատել համայնքի հավաքանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 04 հերթական նիստի օրակարգը։ Հարց համար առաջին։ Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի կատարման մասին։ Հարց համար 2։ Հայաստանի Արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ Աղաքելական եկեղեցում դրամական աջակցություն տրամադրելու մասին։ Հարց համար 3։ Համայնքային սեփականություն հանդիսացող Արզնի համայնքի առաջին զանգված 21/1 հասցեում գտնվող հողամասը, հողամասում առկա շինությունները գնման նախապատմության իրավունքով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Հարց համար 4։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Հարց համար 5։ Հավաքանու անդամի միավորությունները դադարեցնելու մասին։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում որոշման մասին ստորագրման օրվանից։ Քվեարկություն։ Որոշումը ընտրվեց, անցնենք օրակարգի հարցերին։ Հարց համար առաջին։ Արզնի համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2024 թվականի բյուջեի կատարողականի մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ և 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի պահանջների համայնքի հավաքանին որոշում է հաստատել համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համաձայն հավելվածի։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Քվեարկություն կողմ 7 կողմ որոշումը ընտրվեց, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Հարց համար 2։ Հայաստանի Արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ Աղաքելական եկեղեցում դրամական աջակցություն տրամադրելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ Աղաքելական եկեղեցու 0303-2025 թվականի գրությունը համայնքի հավաքանին որոշում է Հայաստանի Արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ Աղաքելական եկեղեցում տրամադրել 500,000 դրամ դրամական աջակցություն։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Քվեարկություն կողմ 7 կողմ, անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Հարց համար 3։ Համայնքային սեփականություն հանդիսացող Արզնի համայնքի առաջին զանգված 21/1 հասցեում գտնվող հողամասը, հողամասում առկա շինությունները գնման նախապատմության իրավունքով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ինքնական կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին թիվ 912-ին որոշման պահանջների և հիմք ընդունելով Գոհար Ռաֆիկի Վարդևանյանի դիմումը համայնքի հավաքանին որոշում է հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով Արզնի համայնքի Արզնի առաջին զանգված 21/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07/016/0447/0087 կադաստրային ծածկագրով 0.18/453 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման
հողամասում առկա 177 քառակուսի մետր ասացի մակարդակով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի թիվ 3001-2025 07-0023 տրված 30-01-2025 թվականին շինություններն օտարել ինքնական կառույցն իրականացրած անձին Գոհար Ռաֆիկի Վարդևանյանին պարտավորեցնել Գոհար Ռաֆիկի Վարդևանյանին վճարել 698,000 դրամ շինության օտարման համար Արզնի համայնքապետարանի 900,232,194 հաշվին և 8,197,000 դրամ հողամասի օտարման համար Արզնի համայնքապետարանի 900,132,178 հաշվի անվանին Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ պետական գրանցում կատարելու համար։ Քննարկություն կողմ 7 կողմ անցնենք օրակարգի հաջորդ հարցին, հարց համար 4։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550 որոշման պահանջների և հիմք ընդունելով Վլադիմիր Իվանի Ավդիշոևի դիմումը համայնքի ավարտանի որոշումը։ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով ընդլայնման նպատակով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի առաջին փողոց 2/9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07016-002-0191 կադաստրային ծածկագրով 0.00543 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Վլադիմիր Իվանի Ավդիշոևին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի առաջին փողոց 2/7 հասցեում գտնվող 0.016-002-0186 կադաստրային ծածկագրով 0.006 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին։ Արտավորեցնել Վլադիմիր Իվանի Ավդիշոևի 242,000 դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900,532,178 հաշվի անվանին։ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30 օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։ Քննարկություն կողմ 7 կողմ անցնենք օրակարգի վերջին հարցին, հարց համար 5։ Սուրեն Պետրովիչ Միխայլովի Արզնի համայնքի ավարտանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետի և 70-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով Սուրեն Պետրովիչ Միխայլովի դիմումը համայնքի ավարտանին որոշում են վաղաժամկետ դադարեցնել Սուրեն Պետրովիչ Միխայլովի Արզնի համայնքի ավարտանու անդամի լիազորությունները։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման անդամից։ Քննարկություն Կարծնենք։ Յատկան որոշում ուժուվեց օրակարգի հարցերը սպարվեցին։ Օրակարգի հարցերը սպարվեցին, իսկ դարդարում ակաշ Սանտարի մարտից